Շատ ուշագրավ էին հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին այս տարվա 2026 թվականի ապրիլի 24-ին հնչած ուղերձները։ Մենք կառանձնացնենք ու կվերլուծենք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ որ ամենակարևորն է Հայաստանի այսօրվա անվանական վարչապետի Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Ես միանգամից սիրելի բարեկամներ կառանձնացնեմ մի քանի կարևոր կետ, որին մենք հասել ենք այդ թեմայի վերաբերյալ։ Ոմանց համար հայոց ցեղասպանության թեման ձանձրալի է, դզզվցրիկ լացուկոց կապելով, ինչքան կարելի է, դե մի բան է եղել է, պետք է նայել առաջ, թուրքերի հետ պետք է հաշտվել, որպեսզի մեզ նորից չկոտորեն։ Սա մի համոզում է, որ այսօր ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով։ Կամ մեկ այլ համոզում, որ պատմական արդարությունը պետք է վերականգնվի, չպետք է մոռանալ այդ ողբերգությունը եւ թուրքերը պետք է պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար, մեզ վերադարձնեն Արևմտյան Հայաստանը, Հայաստանը պետք է լինի Վուդրո Վիլսոնյան մեծ Հայաստան։ Երկու ծայրահեղ պատկերացում, որոնք իրականում մեր ժողովրդի ռեալ քաղաքականության, Հայաստան պետության, իրական քաղաքականության հետ որևէ կապ չունեն եւ ես դա ընթացքում կհիմնավորեմ։ Իրականում բանականությունը դրա մեջտեղում է, ինչպես միշտ ճշմարտությունը գտնվում է երկու ծայրահեղությունների մեջտեղում։ Եվ ես դա որոշ ժամանակ անց վերլուծելով ուղերձները կբացեմ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ, սիրելի բարեկամներ, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում այլևս Հայաստանի Հանրապետության այսօրվա արտաքին քաղաքականության օրակարգում չկա, մենք տեսնում ենք դրա արտահայտությունը հենց ուղերձներում։ Սկսենք Դոնալդ Թրամփի ուղերձից։ Այնտեղ չկա ոչ մի խոսք իհարկե հայոց ցեղասպանության մասին, նշվում է մեծ եղեռնը, չնայած ԱՄՆ-ի օրենսդիր մարմինները եւ նախագահը նախորդ Ջո Բայդենը անձամբ ճանաչել է հայոց ցեղասպանությունը, բայց Թրամփը հրաժարվում է այդ տերմինն օգտագործելուց, հնչեցնելով մեծ եղեռն բառակապակցությունը։ Այնտեղ չկա զոհերի թվի մասին եւ ես այս ամբողջ ուղերձների մեջ կառանձնացնեմ երկու կարևոր ատրիբուտ։ Դա զոհերի թիվն է եւ ամենակարևորը, որ դա Օսմանյան կայսրության կառավարության կողմից պետական քաղաքականություն էր, հայ ժողովրդի բնաջնջումը իր էթնիկ պատկանելիությունից ելնելով իր պատմական հայրենիքում։ Այս գնահատականը չկա ոչ Թրամփի ուղերձում, որոշակիորեն կա Պուտինի ուղերձում եւ եթե մենք համեմատում ենք երևի հայ ժողովրդի նվիրական զգացումներին որոշակիորեն շոյում է Պուտինի ուղերձը, մնացածը բառացիորեն վերաբերում է նրան, որ ինչ եղել է, նայենք ապագա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ամենամյա ուղերձում հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է մեծ եղեռն, զերծ մնալով ցեղասպանություն եզրույթի օգտագործումից։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին եւ դաժանաբար սպանվեցին մեծ եղեռնի ժամանակ։ Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու եւ քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն։ Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի եւ վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը, հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները եւ կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ եւ խաղաղությամբ։ Մենք կանգնած ենք նրանց կողքին, նշված է Թրամփի ուղերձում։ Դոնալդ Թրամփը ուղերձում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերություններից ու իր ստեղծած խաղաղության խորհրդից։ Թրամփը չի նշում զոհերի թիվ, նշում է հայերը ինչ որ զրկանքներ են կրել քրիստոնեության հետ կապված, ինչ որ շեշտադրում է անում եւ վերջում կրկին նույնիսկ այս թեման օգտագործում իր քաղաքական մարքեթինգի համար, որպես իսկական բիզնեսմեն։ Շեշտելով, որ Հայաստանը խաղաղության խորհրդում է իր հիմնադրած, որում կան մի քանի ոչ այնքան ժողովրդավարական պետություններ, ինչպիսին են Ադրբեջանը, Պակիստանը, չգիտեմ, այսպես շարունակ, եւ նրանք Թրամփը շեշտում է իր ուղերձում, ուժով հաստատելու են աշխարհում խաղաղություն։ Չգիտեմ, ամեն դեպքում ուղերձի հետ կապված Թրամփը մոտ է կարելի ասել Էրդողանի ուղերձին, որտեղ ես ինչպես ասացի, շեշտադրումը այսօրվա վրա է եւ Թրամփը առիթը բաց չի թողնում, շեշտելով, որ ինքը անձամբ մեծ դեր է խաղացել Հարավային Կովկասում կայունության խաղաղության համար, իհարկե օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանական համաձայնությունները ակնարկելով։ Իսկ բուն ցեղասպանության հետ կապված ոչ մի գնահատական դրա Օսմանյան կայսրության պատասխանատվության մասին եւ ոչ էլ թվերի զոհերի մասին, այսինքն դա ինչ որ մի ողբերգական իրադարձություններ էր, հայերը ինչ որ մի ժամանակ զրկանքներ են կրել,
մենք ձեր հետ ենք դուխով։ Մի խոսքով, կարելի ասել այդպես էր Դոնալդ Թրամփի ուղերձը առանց ցեղասպանության հետ կապված բովանդակային որևէ գնահատականի։ Մենք ռեալ պոլիտիկում ԱՄՆ-ի աջակցություն որպես այդպիսին չենք տեսնում բացի թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկում, այսինքն Թրամփի ուղերձը ինքնին թուրքական օրակարգի հետ էր կապված։ Եվ պատահական չէ Էրդողանի նույնատիպ կարելի ասել բովանդակությունը, երբ նա ուղղակի ասում է, որ հայերը, ինչպես Օսմանյանի մյուս ժողովուրդները, պատերազմի ժամանակ զրկանքներ են կրել, զոհեր են տվել եւ համաճարակներից տարբեր խուլիգանական հարձակումներից տարբեր հերոսակախմբերի, այսինքն դա եղել է Էրդողանը հերքում է բնականաբար, Թուրքիան հերքում է, որ եղել է պետական քաղաքականություն, այլ ուղղակի պատերազմ համաշխարհային պատերազմի պայմաններում, ինչպես մնացած ժողովուրդները հայերը նույնպես տուժել են եւ մենք պետք է նայենք ապագային ըստ Էրդողանի եւ հայերը կարող են բարեկամական եղբայրական մթնոլորտում որպես օսմանցի հայերը նա բնորոշում այդ ժամանակվա հայերին, որոնք տուժել են, բայց նրանց ժառանգները կարող են եղբայրական այսպես մթնոլորտում շարունակել կերտել միասնական ինչ-որ ապագա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել ու կրկնել Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում։ Իբրև Օսմանյան կայսրության փլուզումը ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ ի թիվս այլ ժողովուրդների նաև հայերն են խորը ցավեր կրել։ Ու ոչ մի խոսք ծրագրված ու իրականացված ցեղասպանության մասին։ Այս ուղերձը նա հղել է ցավակցական նամակով, որը կարդացվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում։ Մենք տեսնում ենք այս ուղերձներում ընդամենը մոռացության մատնելու եւ հերքելու ինքնին ցեղասպանության փաստը։ Ցեղասպանությունը ինչ է իրենից ներկայացնում, սիրելի բարեկամներ, ինչով էին տարբերվում մնացած ողբերգություններից կամ սպանություններից։ Տեսեք, էթնիկ հողի վրա այստեղ ինչու եմ շեշտում, որ կարևոր է թիվը։ 1,5 միլիոն ֆիզիկական բնաջնջումը եղել է կազմակերպված եւ դա ոչ թե մեր գնահատականն է հայերի։ Դա հենց Օսմանյան կառավարության գնահատականն է։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը կամ մյուսները այդ հայեցակարգի մարդիկ մոռանում են, որ Օսմանյան կայսրությունը պատերազմից հետո 19 թվականին հրավիրել էր Ստամբուլում ռազմական տրիբունալ։ Եվ այնտեղ դատապարտվել են երիտթուրքերի կառավարիչները Ջեմալը, Թալիաթը եւ Էնվեր Փաշաները զանգվածային սպանություններ կազմակերպելու մեջ եւ մարդկության դեմ հանցագործություններ, այդ թվում հայերի ոչնչացման մեջ, այսինքն նման դատական վերդիկտ է կայացրել Օսմանյան դատարանը։ Այդ վերդիկտը մահապատիժ է նախատեսել Ջեմալ, Թալիաթ եւ Էնվեր Փաշաների համար իրենց կատարած հանցագործությունները, այսինքն Օսմանյան կառավարությունն է տվել գնահատականը դրա։ Եվ Պուտինի ուղերձը երբ մենք կարդանք, տեսնենք, որ այնտեղ Պուտինը խոսում է նաեւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի համատեղ հռչակագրի վերաբերյալ, որը վերաբերում էր այդ ժամանակ չկար ցեղասպանության տերմին, այն ժամանակ օգտագործվում էր մարդկության դեմ հանցագործություններ։ Եվ հենց նրանց համատեղ հռչակագրի եւ նրանց պարտադրանքով է նաեւ Օսմանյան դատարանը ընդունել որոշում։ Այլ հարց, որ հետո ստեղծվեց Քեմալի կողմից Թուրքական Հանրապետությունը, որը հրաժարվեց այդ ամենից, բայց հենց Օսմանյան դատարանի վերդիկտն է իրականացրել Սողոմոն Թելերյանը գնալով եւ իրականացնելով Թալիաթ, Էնվեր, Ջեմալ Փաշաների, այդ նեմեսիս գործողությունը, վրիժառությունը, որ կա, նրանք ընդհանրապես իրականացրել են Օսմանյան դատարանի որոշում, հայ վրիժառուները։ Նրանք ապօրինություն չեն արել։ Հասկանում եք, այս շատ կարևոր նրբություն է, որ թե Նիկոլ Փաշինյանը հավանաբար տեղյակ չէ, թե շատերը հայոց ցեղասպանության դատապարտումը որպես միջազգային մարդկության դեմ հանցագործություն կոնկրետ ուղղված հայերի դեմ իրենց էթնիկ պատկանելիության համար այդ վերդիկտը կայացրել է հենց Օսմանյան դատարանը։ Եվ Օսմանյան կայսրության բազմաթիվ պաշտոնյաների վկայություններ կան։ Եվ օրինակ Անկարայի քաղաքապետը վկայություն է տվել դատարանում, որ մենք երբեմն նույնիսկ հրաժարվում ենք այդ անմարդկային հրամանները կատարելուց հայերի դեմ։ Այսինքն դա մեր օրինացը չէ։ Փորձ է արվում ներկայացնել, որ այս ցեղասպանության թեման մենք ենք, այսպես իրավական գնահատական տալիս։ Իրավական գնահատական վաղուց է դրան տրված։ Եվ ասում եմ զավեշտն այն է, որ այդ գնահատականը տվել է հենց Օսմանյան կառավարությունը պատերազմից հետո։
Հետևաբար Նիկոլ Փաշինյան, դու հրաժարվես ընդունելուց դա, թե չհրաժարվես, կամ որևէ մեկը Էրդողանը կլինի, Դոնալդ Թրամփը կլինի, բացարձակ նշանակություն չունի։ Եվ տեսեք, այստեղ ուշագրավ է արդեն Վլադիմիր Պուտինի ուղերձը։ Ես Պուտինի ուղերձի մեջ խնդրահարույց եմ համարում, թեև նրա ուղերձը միակն է, որտեղ թիվ է նշվում, անգամ Նիկոլ Փաշինյանի ուղերձում որևէ թիվ չի նշվում։ Պուտինը նշում է 100,000-ավոր հայերի մասին։ Այսօր մենք խոնարհվում ենք 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի հայ ժողովրդի ցեղասպանության 100,000-ավոր զոհերի հիշատակի առջև։ Անզեն անմեղ մարդկանց նկատմամբ իրականացված դաժան կոտորածը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի բորբոքումը, ազգայնականությունն ու քսենոֆոբիան։ Կցանկանայի նշել, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Արդեն 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ։ Իսկ պատմության նոր փուլում 1995 թվականի ապրիլի 14-ին Պետդումայի հայտարարության մեջ մենք համոզված ենք, որ մարդկանց զանգվածային ոչնչացման եւ ազգային հատկանիշներով տեղահանման քաղաքականությունը որևէ արդարացում չունի եւ չի կարող ունենալ, եւ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվի։ Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները դարձել են չսպիացող վերք բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած աղետը միավորել է մարդկանց, ովքեր ցուցաբերել են ավանդույթներին հավատարմություն, իմաստություն եւ խիզախություն։ Համոզված եմ, որ նաեւ հետագայում Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն իրենց ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգեվոր արժեքները։ Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում եւ ամենայն բարիք։ Չնայած մարդկությանը հայտնի է, որ դա միլիոնից ավել է, կարող էր ասել օրինակ միլիոնից ավելի հայերի մասին, բայց դա ինչու է այդպես, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ նիկոլականներն իրենք արդեն կասկածի տակ են դնում թիվը։ Հիշում եք, Անդրանիկ Քոչարյանի անունով մի նիկոլական քպական պատգամավոր կա, որ ասում է մենք դեռ պետք է պարզենք անուն ազգանունով։ Այն ոնց է 1,5 միլիոն կամ թեկուզ միլիոն, լավ, 500,000 ենթադրենք, կչացնեմ թիվը ձեր խաթր թուրքասերներ։ Ոնց է այդ մարդկանց անուն ազգանունները հանելու։ Իհարկե թուրքական արխիվներում կան, հայկական պատրիարքարանը Ստամբուլում ունի տվյալներ։ Հիմնականում հենց հայկական պատրիարքարանն է այն օբյեկտիվ աղբյուրը, որովհետև քրիստոնյաների մկրտությունը իրականացվում էր հայկական եկեղեցիներում եւ միայն հայ առաքելական եկեղեցին գիտեր իր հետևորդների իրական թիվը։ Օսմանյան արխիվները նույնպես կեղծված են, օսմանյան պետական փաստաթղթերը բնականաբար կեղծված են։ Բայց անգամ այդ դեպքում շատ դժվար է իդենտիֆիկացնել, որովհետև եթե Օսմանյան կայսրությունում մինչև ցեղասպանությունը ապրում էր 2,1-2,2 միլիոն հայ, որից 800,000-ից ավել են դարձել է փախստական, մենք պետք է նույնիսկ պատկերացնենք այդ մասշտաբները, դուք ոնց եք իդենտիֆիկացնելու այդ մարդկանց, ինչը զավեշտալի է, բայց ի տարբերություն ասում եմ, շատ հետաքրքիր է, որ այս պարագայում Ռուսաստանի ղեկավարը ավելի հայամետ ուղերձ է հղում, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Եվ ամենակարևորը Պուտինի ուղերձի մեջ այն է, որ թեև ուղղակիորեն չէ, բայց ակնարկում է, որ փաստորեն գենոցիդի, էթնիկ խտրականության, քսենոֆոբիայի, ռասիզմի քաղաքականությունը անընդունելի, այսինքն հենց այդ բառը քաղաքականություն Պուտինը գնահատական է տալիս, որ իսկ քաղաքականությունը այդպիսով կարող է վարել, հա, կարող է վարել միայն պետությունը։ Պուտինը անուղղակիորեն, ոչ ուղղակիորեն, բայց անուղղակիորեն հռչակում է, որ Օսմանյան կառավարության պետական քաղաքականությամբ էր իրականացվում այդ մարդկության դեմ հանցագործությունը եւ ցեղասպանությունը։ Եվ դրան չկա արդարացում։ Բայց Պուտինը դրանից հեռու չի գնում, որովհետև ինչպես նա կարող է հեռու գնալ, եթե բուն Հայաստանի ղեկավարությունը ընդհանրապես արդարադատության խնդիր չի բարձրացնում։ Եվ այստեղ մենք անդրադառնանք հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Այսօր մենք ողջունում ենք 1915 թվականի հայոց ցեղասպանության մեծ եղեռնի զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան կայսրությունը։ Մեծ եղեռնը մեծ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։ Ամեն տարի ապրիլի 24-ին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների թափորը բարձրանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր խոնարհվելու մեր նահատակված հայրենակիցների առջև։ Ու ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու եւ մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։
Այս մտածումների եւ հաստատակամության վրա է հիմնված մեր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։ Ձեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների падգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը, ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու մեր այսօրը եւ գալիքը լավը դարձնելու համար։ Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ մեծ եղերնը միջազգային խաղացողների մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Մեր գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ մեծ եղերնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մեր ժողովրդի մեծագույն փափագը իրականացված է։ Մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Նիկոլ Փաշինյանը չի ուրանում հայոց ցեղասպանությունը, սիրելի բարեկամներ։ Նա պարզապես չի համարում, որ դրա մեղավորն էր Օսմանյան պետությունը, Թուրքիան, Օսմանյան Թուրքիան, որը համապատասխան պետական քաղաքականություն էր վարում։ Մենք Նիկոլ Փաշինյանի ուղերձում լսում ենք ցեղասպանություն բառը։ Լսում ենք հայ համար տեղահանվել են, սպանվել են, ջարդերի են ենթարկվել, բայց նա չի ասում, թե դա ով է արել, եւ չի ասում, թե որքան է եղել։ Սա արդեն նահանջ է, նույնիսկ եթե դու ընդունում ես ցեղասպանության փաստը չես վիճարկում, սա նահանջ է արդարադատության պահանջից, որովհետեւ այլ բան է, ինչ որ հայեր ենթարկվել են տեղահանության, ջարդերի, հայ լինելու համար։ Այլ բան է, որ դրանց թիվը կազմում է մի ամբողջ ազգի թիվ։ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում դա բաց է թողում, շեշտելով 1.5 միլիոնը դա շատ կարևոր է, որովհետև դա խոսում է ազգի մասին, էթնոցիդի, գենոցիդի մասին։ Թե չէ տարբեր ազգեր տարբեր հողի վրա կարող էին տարբեր տեղերում ենթարկվել ինչ որ սահմանափակ խտրականության։ Անպայման չէ դա, որ լինի գենոցիդ, չնայած ցեղասպանությունն ինքը սահմանում է, որ նույնիսկ մեկ մարդուն էթնիկ հողի վրա խտրականությունը էթնիկ զտումներից մինչև ցեղասպանություն է որակվում, այնուամենայնիվ դա շատ կարևոր է շեշտել 1.5 միլիոն թիվը։ Նիկոլ Փաշինյանը խուսափում է դրանից եւ ամենակարևորը խուսափում է արդարադատության մասին խոսելուց, որ դա եղել է կազմակերպված պետական քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանը մեղավորներ փնտրում է ոչ թե Օսմանյան Թուրքիայում, այլ մեղավոր է համարում գերտերություններին, ովքեր հայ ժողովրդին էլ համարում է դրա արանքում ինչ-որ մանրադրամ, որ օգտագործվել են Թուրքիայի դեմ։ Եվ եթե մենք չենք ուզում կրկնվի ցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանի, մենք պետք է կրկին ցեղասպանությունը չդարձնենք այդ խաղի մասնակից։ Ամբողջ խնդիրն այն է, որ դու ինքդ չես կարող դա որոշել, որովհետև եթե գերտերությունները որոշեն, որ պետք է օգտագործեն, քեզ չեն հարցնելու, որովհետև դա մարդկության դեմ հանցագործություն է, դա ինչ որ սեփականության իրավունք չունի հայ ժողովուրդը ասելու, գիտեք, գենոցիդի թեման մի օգտագործեք, որովհետև գենոցիդը դա հանցագործություն է մարդկության դեմ, մարդկայնության դեմ։ Եվ այստեղ ինչն է տարօրինակ նաև, սիրելի բարեկամներ, որի մասին ես կուզեի խոսել։ Նիկոլ Փաշինյանը նույնացնում է ցեղասպանության դատապարտումը կամ ճանաչումը տարածքային պահանջների հետ Թուրքիայից։ Դա իրականում անգրագիտություն է, եթե ոչ միտումնավոր մանիպուլյացիա, որովհետև հայոց ցեղասպանությունը դա օսմանյան քաղաքացիների սպանություն է հայ լինելու համար։ Այսինքն սա վերաբերում է նախ եւ առաջ մարդու իրավունքներին։ Օսմանյան հայերը իրավունք ունեն իրենց ժառանգ իրավահաջորդ պետությանը ասել, որ մենք այստեղ մինչև երիտ թուրքերի կառավարությունը եղել ենք 2 միլիոն։ Հիմա, չգիտեմ, 100,000 են թե 50,000 են։ Կարող ենք իմանալ, թե ինչ է եղել, ինչի եք դուք մեզ տեղահանել եւ ոչնչացրել։ Դուք ձեր քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունք եք ցույց տվել։ Հետևաբար դա ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի Հանրապետության, այլ Օսմանյան Թուրքիայի քաղաքացիների սերունդների արդարության պահանջն է, եւ դա տարածքային պահանջ չէ։ Սա պետք է հասկանալ, նաեւ պետք է հասկանալ, սիրելի բարեկամներ, որ
Այսօրվա Հայաստանի Հանրապետության ժառանգները նույնպես Արևմտյան Հայաստանից արտաքսված հայերի ժառանգներ են, մոտ 400,000 հայ է գաղթել Արևմտյան Հայաստանից դեպի Արևելյան Հայաստան։ 18 թվականին այստեղ գաղթականությունը լցված էր։ Հետևաբար նրանց սերունդները նույնպես կարող են հարց բարձրացնել, չէ՞ որ մենք եղել ենք Օսմանյան մի պետության քաղաքացիներ։ Ինչու եք դուք զրկել մեզ մեր տներից, մեր գույքից, մեր սեփականությունից։ Դա գիտեք մարդու իրավունքների հարց է։ Սա միջպետական թեմա չէ։ Հետևաբար ոչ Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի այդ թեման փակել կամ բացել։ Դա ընդհանրապես հայության աշխարհում որքան հայ կա, 10 միլիոն հայ կա, որից ընդամենը 2.5-3 միլիոնն է ապրում Մայր Հայաստանում, ճիշտ է։ Բա նրանց իրավունքները, նրանք ունեն իրավունք այդ հարցը բարձրացնելու, որովհետև նրանք հենց այդ Օսմանյան Թուրքիայից արտաքսված, ցեղասպանված մարդկանց սերունդներն են։ Եվ երկրորդը, հայրենիքը պետության հետ ինչու եք շփոթում։ Նիկոլ Փաշինյանն ինքը իր խոսքում ասում է, որ շատերն են ունեցել կորուսյալ հայրենիք, այո, թուրքերն իրենք ընդունում են, որ եկել են Ալթայից եւ իրենց Թուրանի վերականգնումը համարում են քաղաքական մեծագույն նպատակ եւ Էրդողանը այդ քարտեզը բռնացման է գալիս։ Այսինքն նա չի հրաժարվում իր հայրենիքից։ Ինչու մենք պետք է հրաժարվենք այդ հայրենիքից եւ ընդհանրապես պետությունների միջև հարաբերությունները ինչ կապ ունեն պատմական իրողությունների հետ եւ իրավահարաբերությունների հետ։ Հայոց ցեղասպանության հարցը առաջին հերթին արդարադատության հարց է եւ այդ արդարադատությունը պետք է վերականգնվի, որովհետեւ այն խախտվել է։ Եվ վերդիկտը, որ Օսմանյան Թուրքիան պետական մասշտաբով իրականացրել է մի ամբողջ ժողովրդի գենոցիդ, տվել է հենց Օսմանյան կառավարությունը։ Մենք չենք ասում դա, բացեք արխիվային փաստաթղթերն ուսումնասիրեք։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հռչակած այս կուրսը, որ ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը եւ անպայման նույնացնելը դա տարածքային պահանջների հետ, իրականում մանիպուլյացիա եւ թուրքական մանիպուլյացիա։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը առաջին հերթին արդարադատության խնդիր է եւ Օսմանյան հայերի իրավունքների հարգման պաշտպանության խնդիր։ Եվ Նիկոլ Փաշինյանը ոչ էլ Հայաստանի որևէ ղեկավար, Հայաստանի այսօրվա հանրապետության իրավունք չունի որոշել, թե Օսմանյան կայսրության հայերի ժառանգները այդ հարցը ինչպես կբարձրացնեն իրենց այն ժամանակվա Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիային։ Սա մեկ։ Երկրորդը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որպես երկու պետությունների կարգավորում բացարձակապես այստեղ ցեղասպանության ճանաչման հարցը որևէ խոչընդոտ չի ստեղծում, որովհետև այս 30 տարիների ընթացքում Հայաստանի որևէ ղեկավար նման պայման չի դրել, որ մինչև չճանաչեք հայոց ցեղասպանությունը եւ չդատապարտեք, մենք դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատելու։ Ոչ, Հայաստանի բոլոր ղեկավարները շեշտել են, որ առանց նախապայմանների պատրաստ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Իսկ ցեղասպանության հարցը կարող են քննարկել թե պատմաբանները, թե իրավաբանները, թե ընդհանրապես դա ժողովուրդների հաշտության թեմա որպես կարող է քննարկման առարկա դառնալ, բայց ոչ թե եղել է թե ոչ, այլ հասկանալ պատմական իրողությունները։ Ես դեմ չեմ, որև ինչ խնդիր կա, եթե թուրքերը կարիք ունեն հանձնաժողով ստեղծելու, ստեղծեն հանձնաժողով եւ թող հայ գիտնականները բոլոր փաստերը ներկայացնեն, հատկապես բերելով, ինչպես ասացի, Օսմանյան դատարանի որոշումը։ Այդտեղ վիճարկելու որևէ բան չկա։ Ես օրինակ չեմ ընդունում այն տեսակետը, որ պատմաբանների հանձնաժողովը նշանակում է կասկածի տակ դնել։ Ոչ, եթե մարդիկ ուզում են ցանկացած ձևաչափով կլինի պատմաբանների հանձնաժողով, կլինի միջազգային դատարան, մարդու իրավունքների դատարան, ՄԱԿ-ի դատարան, չգիտեմ, ցանկացած դատարան, տրիբունալ կլինի, թող հայերը կամ ցանկացած որևէ մեկը միջազգային իրավունքի մասնագետ դնի եւ թուրքերին հատ-հատ բացատրի որից հետո։ Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Բայց միջպետական հարաբերությունները որպես Հայաստանի Հանրապետություն, որը ձևավորվել է Արևելյան Հայաստանում, որ այդ ժամանակ գտնվում է ռուսական կայսրության ազդեցության գոտում, չնայած թուրքերը նաև այստեղ են իրականացրել էթնիկ զտումներ եւ ցեղասպանական գործողություններ, այնուամենայնիվ դա մի սուբյեկտ է, որը ձևավորվել է ոչ այնտեղ, որտեղ Օսմանյան կայսրությունն ուներ իրավազորություն։ Հետևաբար այսօրվա Հայաստանի Հանրապետությունը կարող է այլ դիրքերից հարաբերվել Թուրքիայի հետ, բայց չի կարելի պատմական իրավական արդարության խնդիրը հակադրել միջպետական հարաբերություններին։ Դրանք բացարձակապես իրար հետ որևէ հակասության մեջ չպետք է լինեն։ Այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանը իրականում թարգուր տալով, թուրքական պահանջներին կատարում է պարզապես պետության ղեկավարին Հայաստանի հայ ժողովրդի
պետական ինստիտուտի ներկայացուցիչին ոչ վայել վարքագիծը դրսևորում։ Տեսեք, նույնիսկ հрьяաների հոլոկոստը, որ եղավ, որևէ մեկը հрьяաների համար որևէ մեկին չէր պարտադրում ստեղծել պետություն։ Հрьяաները իրենց պետությունը ստեղծել են, Իսրայելը ստեղծել են սեփական ազատագրական պայքարի գնով եւ նույնիսկ գերմանացիները, որոնք իրենց վճարել են փոխհատուցում հոլոկոստի համար, կատարել են կամավոր։ Որևէ միջազգային դերակատար չի ստիպել Գերմանիային դա անել։ Գերմանացիները ինքնական որոշել են իրենց մեղքերը քավել։ Եվ լավ կլինի, որ Թուրքիան ինքը գա դրան։ Եվ այո, չպետք է թույլ տալ, որպեսզի դա դառնա գերտերությունների համար մանրադրամ հայոց ցեղասպանության խնդիրը Թուրքիայի վրա ուղղակի ճնշումներ գործադրելու եւ անընդհատ լարելու հայ ժողովրդի դեմ, բայց ես կրկնում եմ, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը այս առումով անզոր է, որովհետեւ դա միջազգային հանցագործություն է, դա մարդկության դեմ հանցագործություն է, որը պետք է դատապարտվի եւ պետք է այդտեղ արդարությունը վերականգնվի։ Դա միայն հայ ժողովրդի սեփականությունը չէ, այդ խնդիրը։ Որովհետև Թուրքիան իրականացնելով գենոցիդ, դա արել է ոչ միայն հայերի, այլև հույների նկատմամբ, ասորիների նկատմամբ, եզդիների նկատմամբ։ Այսինքն դա եղել է պետական քաղաքականություն, որը պետք է դատապարտվի, որպեսզի չկրկնվի։ Որովհետև եթե հանցագործը չկրեց պատիժ իր արարքների համար, նա հակված կլինի դրանք անելու։ Սա է խնդիրը, սա մարդկության խնդիր է, սա միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, եւ այստեղ է Նիկոլ Փաշինյանը, ինչ ասեմ, մանրախնդրորեն երևում նրա մանրախնդրությունը։ Այո, Հայաստանի Հանրապետության ղեկավար, որպես դու ունես պատասխանատվություն քո այսօրվա քաղաքացիների եւ այսօրվա պետականության անվտանգության համար։ Բայց պետք է հասկանալ, որ հայոց ցեղասպանության հարցը դրա հետ որևէ կապ չունի։ Եվ մենք չէ, որ այդ հարցը պետք է բացենք կամ փակենք։ Այդ հարցը կարող է բացել ու փակել միայն Թուրքիան եւ ամբողջ մարդկությունը, միջազգային հանրությունը։ Մենք իրավունք չունենք միջազգային հանրությանը ասելու ճանաչի կամ մի ճանաչի։ Օսմանյան հայերը ապրել են Օսմանյան կայսրությունը որպես նրա քաղաքացիներ։ Եվ գիտեք ինչն էր հետաքրքիր, որ այդ Նանսենյան անձնագրերը, որ տրվեցին հայերին, ինչի համար տրվեցին, որովհետև նրանք զրկվել էին իրենց պետությունից։ Օսմանյան Թուրքիայում, Արևմտյան Հայաստանը դա պատմաշխարհագրական տարածք է։ Նրանք չունեին որևէ քաղաքացիություն եւ 100,000-ավոր հայերի տրվել են Նանսենյան անձնագրեր, որովհետև այդ մարդիկ չունեին որևէ գրանցում եւ քաղաքացիություն։ Դրա համար պետք է արդյոք պատասխան տան։ Արդյոք պետք է իրենց քաղաքացիների իրավունքների տեր կանգնի այդ Թուրքիան։ Թուրքիան ինքը պետք է իր քաղաքացիներից ներողություն խնդրի այդ զրկանքների համար եւ ասի. այո, դուք իմ քաղաքացիներն եք, ձեր հանդեպ տեղի ունեցել անարդարություն եւ դուք իրավունք ունեք վերադառնալ եւ ապրել ձեր պապերի հողում եւ վերականգնել ձեր սեփականության իրավունքը։ Դա ինչ որ պետության մասին չէ, դա քաղաքացիների գույքային կյանքի իրենց հայրենիքում ապահով ազատ ապրելու իրավունքն է, որից զրկել է Օսմանյան Թուրքիան իր հայ քաղաքացիներին։ Խնդրին պետք է նայել նախ եւ առաջ այդ տեսանկյունից, եւ երբ որ Թուրքիան ինքը հասկանա, որ խնդիրը այդտեղ է, Հայաստանին ինչ ունի մեղադրելու, որովհետեւ դա ոչ թե Հայաստանի Հանրապետության պահանջն է, դա Օսմանյան Թուրքիայում ապրող հայերի ժառանգների պահանջն է։ Սա է խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը կամ չի հասկանում, կամ իրեն չհասկացողի տեղ է դնում եւ փորձում է անպայման ցեղասպանության թեման կապել Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Ոչ։ Հայոց ցեղասպանության թեման դա միջազգային իրավական արդարադատության խնդիր է եւ մեղավորների ու հանցագործներին արժանի պատիժ տալու եւ դրան գնահատական տալու խնդիր է։ Մնացած հարցերը քննարկվելու են հետագայում։ Իսկ ինչ վերաբերում է տարածքների խնդրին, սիրելի բարեկամներ, մենք գիտենք, որ տարածքային փոփոխությունները լուծվում են բացառապես պատերազմներով եւ դրանք աշխարհի քաղաքական քարտեզը վերաձևում է գլոբալ պատերազմների արդյունքում, նույնիսկ ռեգիոնալ չէ։ Այսինքն երրորդ համաշխարհային պատերազմ եթե լինի եւ աշխարհը նորից վերաբաժանվի եւ հայերը ունենան այդ հնարավորությունը այդ տարածքներում ֆիզիկապես գտնվելու եւ ինքնորոշվելու, գուցե հնարավոր լինի տարածքային որևէ խնդիր լուծել, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ Արցախի խնդրում, երբ այնտեղ ենք եղել ֆիզիկապես, ունեցել ենք այնտեղ մեր զինված ուժերը, բավական էր, որպեսզի Հայաստանում տեղի ունենա մի ինչ-որ փոփոխություն եւ այդ ամենից զրկվենք սեփական տգիտության եւ սեփական իշխանությունների տգիտության եւ գուցե դավաճանությունների հետևանքով։ Որքան էլ շատերի համար սա ազգայնական մարդկանց համար սա դժվար է ընդունել, բայց պետք է նաեւ հաշվի նստել այն իրողության հետ, որ ցեղասպանությունը երբ իրականացվել է Արևմտյան Հայաստանում, այնտեղ չի եղել Հայաստան անկախ պետություն, այսինքն Օսմանյան թուրքերը չեն մտել Հայաստանի տարածք
որպես պետություն, իրենց կողմից ճանաչված եւ իրականացրել ցեղասպանություն ու գրավել այդ տարածքները։ Օսմանցիները Արևմտյան Հայաստանը գրավել են դեռևս դարեր առաջ եւ այդտեղ հայերը որպես իրենց քաղաքացիներ, որպես հպատակներ, օսմանյան հպատակներ ապրել են դարեր շարունակ իրենց պատմական հայրենիքում։ Եվ Արևմտյան Հայաստանում հայերը ունեին ինքնորոշման իրավունք, միանշանակ ունեին, եւ հենց ցեղասպանության նպատակը դա էր՝ զրկել հայերին այդ իրավունքից։ Բայց բուն ցեղասպանությունը որպես տարածքային պահանջ ներկայացնելը իրավական տեսանկյունից մարազմ է, որովհետեւ դա ոչ թե պետությունների միջև պատերազմ էր, այլ Օսմանյան Թուրքիան պատերազմ էր վարում սեփական քաղաքացիների դեմ։ Եվ բնաջնջելով հայերին փաստորեն լուծեց այդ խնդիրը, որ հայերը չինքնորոշվեն։ Սա էր ամբողջ իմաստը ցեղասպանության։ Այո, իր էությամբ, խորությամբ դա տարածքային խնդիր էր։ Բայց բուն ցեղասպանությունը որպես հանցագործություն դատապարտելը եւ ճանաչելը ուղղակիորեն չի ենթադրում տարածքների հանձնում Հայաստանին, որովհետեւ Հայաստանի այսօրվա հանրապետությունը այլ պետություն է։ Եվ Հայաստանի հանրապետությունը ճանաչված է Թուրքիայի կողմից որպես այսպիսին։ Նրա կողմից Արևմտյան Հայաստանի տարածքները որպես Հայաստանի Հանրապետության մաս ճանաչելը պետք է տեղի ունենա նոր պատերազմով։ Եվ այո, այստեղ ինչ որ իմաստով ոչ ազգայնականները եւ ապազգայնականները ռեալիզմի տեսանկյունից իրավացի են։ Եթե մենք անընդհատ ցեղասպանության թեմայի մեջ մտցնենք հողերի խնդիր, մենք կունենանք նոր գուցե ցեղասպանություն եւ նոր պատերազմ, որովհետեւ աշխարհակարգ է փոխվել դրանից հետո եւ հաստատվել, որքան էլ դա մեզ դուր գա կամ դուր չգա։ Բայց միաժամանակ ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը չպետք է ուղղակիորեն համարել որպես տարածքային պահանջ, որովհետեւ ցեղասպանությունը դա Օսմանյան Թուրքիայի հանցագործությունն է իր սեփական քաղաքացիների նկատմամբ, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Սա է նրբությունը։ Հետևաբար, որպեսզի այդ երկիմաստությունից խուսափել եւ մանիպուլյացիաների տեղ չտալ, եւ հայերին չհամոզել հրաժարվեք ցեղասպանության գաղափարից, որովհետեւ դա տարածքային պահանջ է Թուրքիայից, դա ինքնին հենց ծուղակ է, որ հայերը իրենց դնում են դրա մեջ, տուրք տալով Թուրքիայի շանտաժին։ Ոչ, հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նախ եւ առաջ իրավական արդարադատության խնդիր է, եւ դա խնդիր է Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ Թուրքիայի եւ նրա օսմանցի հայերի հետ խնդիր է, անմիջական խնդիր է։ Դա խնդիր է ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի միջև, դա խնդիր է Թուրքիայի հայերի եւ Թուրքիայի կառավարության միջև։ Եվ այստեղ է հենց լուծումը այս խնդրի, որ երբ որ Թուրքիան ճանաչի ինքը իր կատարած մեղքերը, գուցե Օսմանյան Թուրքիայի հայերի ժառանգները հնարավորություն ունենան վերադառնալու իրենց հայրենիք։ Իսկ այդպիսի երազանք եւ այդպիսի նկարտումներից պետք չէ երբեք հրաժարվել, որովհետեւ հենց թուրքերը իրենք չեն հրաժարվում իրենց Թուրանի գաղափարից։ Ամփոփելով նշենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը մոտ է թուրքական մոտեցմանը, իրականում անընդունելի է այդ մոտեցումը, որովհետեւ չի կարելի մոռացության տալ 1,5 միլիոն հայերի ֆիզիկական բնաջնջումը։ Ընդհանրապես թվերից չպետք է հրաժարվել։ Երկրորդ, անընդունելի է, որ խուսափում են կոնկրետ մեղավորին եւ պատասխանատուին նշելուց, որ դա պետական քաղաքականություն էր, հայերի բնաջնջումը իրենց պատմական հայրենիքում, եւ այդ վերդիկտը կայացրել է ոչ այլ ոք, քան հենց Օսմանյան դատարանը 1919 թվականին Ստամբուլի ռազմական տրիբունալը, ով մահապատժի էր ենթարկել Էնվեր Թալիաթ եւ Ջեմալ Փաշարներին հայերի զանգվածային սպանությունների կազմակերպման մեջ եւ դրա վկայությունները տվել են հենց թուրք զինվորականներն ու պաշտոնյաները։ Այստեղ հայերի որոշելիքը չէ, եւ պետք է նաեւ ֆիքսել, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միայն Հայաստանի Հանրապետության խնդիրը չէ, դա մարդկության դեմ հանցագործությունը եւ դա նաեւ մարդկության խնդիրն է։ Եվ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չէ, որ պետք է որևէ մեկին արգելի դա ընդունել կամ չընդունել, կամ ստիպի դա ընդունել կամ չընդունել։ Դա համամարտկային խնդիր է։ Եվ վերջապես պարտադիր չէ ցեղասպանության ճանաչումը անպայմանորեն կապել տարածքային պահանջների հետ։ Դա թյուրիմացություն է իրավական անգրագիտություն, կարող է դա լինել վերջնական նպատակ, բայց դա նախ եւ առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի, այսինքն այդ պետության հայ քաղաքացիների իրավունքների հարգման, ճանաչման, նրանց գույքային իրավունքների վերականգնման խնդիրն է։ Նոր դրանից հետո կարելի է խոսել ինչ որ տարածքային փոխհատուցումների մասին, որովհետև մենք գիտենք, որ տարածքային որևէ փոփոխություն առանց պատերազմների չի լինում։ Պետք է գոնե այդ ռեալիզմը ընդունել։ Եվ միջպետական հարաբերություններում հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը որևէ խոչընդոտ չկա, որովհետեւ որևէ Հայաստանի ղեկավար դա որպես նախապայման երբևէ չի դրել։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը երբ մեզ համոզում է հրաժարվել դրանից, որպեսզի թուրքերին ավելորդ անգամ չգազազացնենք, թուրքերը մեկը
Նիկոլ Փաշինյանի ոչ հավաստիացումներին են հավատալու, ոչ էլ այդ կարճաժամկետ խորամանկությանը։ Նրանք իրենց Թուրանի իդեայից չեն հրաժարվում, երբեք, որքան էլ հայերը որոշեն հրաժարվել ցեղասպանության ճանաչումից, թե ոչ։ Հետևաբար այդ պարզամտությունն ու միամտությունը երբևէ հայ քաղաքական մտքին չի օգնելու լուծել իր առջև ծառացած խնդիրները։ Հավանեք, մեկնաբանեք, բաժանորդագրվեք եւ տարածեք այս տեսանյութը, որպեսզի մենք շարունակենք մեր աշխատանքը նաեւ առաջիկայում եւ պետք չէ ընդհանրապես տուրք տալ ժամանակավոր կառավարիչների ցնդաբանություններին։ Սա ազգային հարց է, սա մեր ազգի եւ պետության գոյութենական հարցն է։ Ոչ Նիկոլ Փաշինյանն է դա որոշելու, ոչ էլ որևէ մեկը։ Դա որոշելու է միայն հայ ժողովուրդը իր հավաքական գիտակցությամբ կամ անգիտակցությամբ։ Կհանդիպենք։